Բարի գալուստ Դիզայնը Դիզայն փոդքասթի հերթական էպիզոդ։ Ես Սոնան եմ և այսօր կխոսեմ UX/UI մանիպուլյացիաների մասին։ Սրանք այն հնարքներն են, որոնք կիրառվում են օգտատերերի վարքագիծը վերահսկելու կամ որոշակի գործողությունների մղելու համար։ Եվ ամենից հաճախ այս մանիպուլյացիաները հայտնի են որպես dark patterns անվամբ։ Նախորդ էպիզոդում փոքր անդրադարձ եմ ունեցել UX հոգեբանությանը ընդհանուր տեսանկյունից, բայց թեման ծավալուն է և այսօրվա էպիզոդը կարելի է նախորդի հետ կապել։ Հետագա դրվագները նույնպես այս թեմայից կլինեն, քանի որ շատ բան կա ասելու, և գուցե սա դառնա առանձին շարք UX հոգեբանության վերաբերյալ։ Իսկ դուք լսեք, բաժանորդագրվեք և պատմեք ձեր ընկերներին պոդքասթի մասին, քանի որ թեմաները բոլորիս համար են, որպես օգտատերերի։ Այսպիսով, ինչ են UX/UI մանիպուլյացիաները։ Դրանք դիզայնի հնարքներ են, որոնք միտումնավոր կերպով մոլորեցնում կամ ուղղորդում են օգտատերերին կատարել այնպիսի գործողություններ, որոնք նրանք չէին կատարի, եթե իրավիճակը լիներ ավելի թափանցիկ։ Այս տեխնիկաները կիրառվում են էլեկտրոնային առևտրում, սոցիալական մեդիայում, բջջային հավելվածներում և առցանց ծառայություններում, հաճախ կոմերցիոն նպատակներով։ Dark Patterns-ը որպես տերմին առաջին անգամ ներկայացվել է 2010 թվականին UX դիզայներ Հարի Բրինգնլի կողմից։ Բրինգնլը ստեղծել էր darkpatterns.org կայքը, որը հիմա կոչվում է Deceptive Design։ Դա նպատակ ուներ բարձրացնել դիզայնի էթիկական ստանդարտները և բացահայտել ընկերությունների մանիպուլյատիվ գործողությունները։ Նրա կողմից հավաքագրված օրինակները ցույց են տվել, թե ինչպես կարող է դիզայնը վերածվել մանիպուլյացիայի գործիքի, եթե դիզայները չի հետևում էթիկական սկզբունքներին։ Բրինգնլի նախաձեռնությունը սկսեց UX/UI դիզայնի ոլորտում քննարկումներ առաջացնել թե մասնագետների և թե օգտատերերի շրջանում։ Շատ ընկերություններ սկսեցին վերանայել իրենց ինտերֆեյսերը, գիտակցելով, որ չնայած մանիպուլյացիաները կարող են բերել կարճաժամկետ արդյունքներ, սակայն դրանք վնասում են բրենդի հեղինակությունը երկարաժամկետում։ Dark Patterns-ի մասին խոսակցությունները լայն տարածում գտան ոչ միայն դիզայներների շրջանակներում, այլ նաև իրավական դաշտում։ Եվրոպական միության GDPR օրենսդրությունը ընդունված 2018 թվականին մասամբ անդրադարձավ մանիպուլյատիվ դիզայնի խնդիրներին, հատկապես տվյալների պաշտպանության ոլորտում։ ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի սպառողների գաղտնիության ակտը նույնպես անդրադարձավ մանիպուլյատիվ տեխնիկաների սահմանափակումներին։ Dark Patterns-ի երևույթը նաև մշակութային նշանակություն ստացավ։ Տարբեր լրատվամիջոցներ սկսեցին քննարկել այն դեպքերը, երբ խոշոր տեխնոլոգիական ընկերություններն օգտագործում են մանիպուլյատիվ դիզայն օգտատերերին շահագործելու նպատակով։ Որոշ դեպքերում նման երևույթները հանգեցրին դատական գործերի, տուգանքների և հասարակական բողոքի։ Բրինգնլի մշակած դասակարգումը ոչ միայն բացահայտեց մանիպուլյատիվ տեխնիկաների բազմազանությունը, այլև նպաստեց դիզայներների և բիզնեսների շրջանում էթիկական քննարկումների զարգացմանը, ինչը շատ կարևոր էր։ Այսօր շատ բուհեր և UX/UI դասընթացներ ներառում են մանիպուլյատիվ դիզայնի թեման իրենց ծրագրերում։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչու են օգտատերերը հիմնականում տրվում Dark Patterns-ի ազդեցությանը։ Մանիպուլյատիվ UX/UI դիզայնը հիմնված է մարդկային հոգեբանության և վարքագծային նախատիպերի հետ։ Դրանք օգտագործում են մի շարք հոգեբանական երևույթներ և ազդեցություններ՝ մանիպուլացնելու օգտատերերին։ Մենք որպես օգտատեր հանձնվում ենք Dark Patterns-ի ազդեցությանը հուզական կամ համատեքստային տրիգերների պատճառով։ Օրինակ նման տրիգերներից է կորստի վախը, երբ օգտատերերը հակված են խուսափել կորստից ավելի, քան ստանալ շահույթ։ Շտապողականության զգացումը կամ առաջարկի սահմանափակ լինելը օգտատերերին ստիպում են շտապ որոշումներ կայացնել։ Հաջորդ տրիգերը հոգեբանական պարտավորությունն է։ Օգտատերերը, ովքեր արդեն ներդրում են կատարել ժամանակի, գումարի կամ անձնական տվյալների տեսքով, ավելի բարդությամբ են հրաժարվում ծառայությունից։ Ընտրելու ընթացքից հոգնածության զգացողություն, սա ևս տրիգեր է։ Երբ օգտատիրոջը առաջարկվում են բազմաթիվ տարբերակներ, նա ավելի հեշտությամբ համաձայնվում է առաջարկվող ստանդարտ տարբերակին, առանց խորանալու մանրամասների մեջ։ Սոցիալական հավանության ճնշումը ևս տրիգեր է։ Եթե հանդիպենք օրինակ նման արտահայտությունների, այս առաջարկն արդեն ընտրել է 10,000 մարդ։ Պետք է հասկանանք, որ սա օգտատիրոջը մղում է հետևելու հանրային կարծիքին։ Գույնի և ձևի ազդեցությունը տարածված տրիգերներից է։
Կարմիր կոճակները հաճախ ասոցացվում են վտանգի կամ ուշադրության հետ, իսկ կանաչը համաձայնության հետ։ Այսպիսով մանիպուլատիվ դիզայնը կարող է ազդել օգտատիրոջ որոշումների վրա գունային և ձևային հնարքներով ևս։ Այս հոգեբանական մեթոդները հաճախ օգտագործվում են մարքեթինգային և կոմերցիոն նպատակներով, բայց երբ դիզայներները չեն սահմանափակում իրենց էթիկական չափանիշներով, դրանք կարող են վերածվել շահագործման գործիքի։ Այսպիսով, եթե Dark Patterns-ը վատն է և դիզայներները պահում են էթիկան, ապա ինչու են ընկերությունները օգտագործում դրանք։ Ենթադրում եմ բոլորիս համար պարզ է և տեղին է կարծել, որ պատասխանը պրոֆիտն է, գումար աշխատելը, հիմնականում այսպես է։ Արդյունաբերություններն ավելի շատ շահույթ են ստանում, ստեղծելով օգտատերերի փորձ, որը շահարկում է հենց օգտատերերին, ավելի շատ գնելու, ավելի երկար մնալու կամ ընկերներին հրավիրելու, օգտագործելով իրենց հարթակները։ Բայց մեկ կարևոր պահ կա այստեղ, սա սովորաբար աշխատում է միայն կարճաժամկետ հեռանկարում, հաճախ հիասթափեցնող փորձ ստեղծելու հաշվին։ Մարդիկ ավելի հաճախ հիշում են վատ փորձառությունները և բացասական հույզերը, քան դրականը։ Հիմա կխոսեմ Dark Patterns-ի մի քանի տեսակների մասին, կփորձեմ դրանք ներկայացնել իրենց օրինակներով։ Confirm shaming կամ հայերենով կարելի է ասել մեղքի զգացումով հաստատում, մանիպուլյատիվ դիզայնի ամենատարածված տեսակներից մեկն է։ Այն նշանակում է օգտագործել զգացմունքային շանտաժը մարդկանց համոզելու համար, հաստատելու այս կամ այն գործողությունները կամ դադարեցնել դրանք։ Օգտատերերին հարցնելը, թե արդյոք նրանք գիտակցում են իրենց որոշումները և ցանկանում են շարունակել, նորմալ է, սակայն բառապաշարը և դրա ներկայացման ձևը շատ արագ կարող են վերածվել մանիպուլյացիայի։ Օրինակ, մեզնից շատերին հայտնի Duolingo հարթակը օգտատերերին նամակ է ուղարկում իրենց խորհրդանշական բուի կերպարով, որը լաց է լինում։ Սա արդյունավետ հաղորդակցման միջոցներից մեկն է, տխրություն կամ խոցելիություն ցուցադրելով։ Մենք գիտենք, որ բուն չի կարող տխրել, քանի որ մենք լքում ենք ծառայությունը։ Ավելին, մենք գիտենք, որ բուն նույնիսկ իրական չէ, սակայն այստեղ կա մի բան, որը տրամաբանությունից դուրս է և անմիջապես ազդում է մեր զգացմունքների վրա։ Նրանք տարիների ընթացքում նույնիսկ վերափոխել են Duolingo-ի խորհրդանշական բուի դիզայնը, ընդլայնել դրա դեմքի արտահայտությունները և առաջացրել ավելի ուժեղ զգացմունքային արձագանք։ Հաջորդ dark pattern-ը, որի մասին ուզում եմ խոսել, ընկերական սպամն է։ Friend spam-ը UX/UI մանիպուլյացիայի ձև է, երբ ընկերությունները օգտատերերի մանիպուլյացիայի արդյունքում ստանում են վերջիններից սոցիալական մեդիայի թույլտվություններ կամ կոնտակտային տվյալներ։ Այս գործողությունը հաճախ ներկայացվում է որպես հրավիրեք ձեր ընկերներին կամ նմանատիպ այլ դրական ձևակերպումներով, որոնք կարծես թե օգուտ են տալիս օգտատիրոջը։ Սակայն իրականում պլատֆորմը կարող է հավաքել օգտատիրոջ կոնտակտների տվյալները և ավտոմատ կերպով ուղարկել հաղորդագրություններ նրանց անունից, առանց նրանց հստակ համաձայնության։ LinkedIn-ի հայտնի Friend Spam-ը հիշենք։ 2013 թվականին LinkedIn-ը հայտնվեց դատական սկանդալի կենտրոնում կապված Friend Spam մանիպուլյացիայի հետ։ Պլատֆորմը օգտատերերից խնդրում էր մուտք գործել իրենց կոնտակտների ցանկ, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ գտնեն իրենց ընկերներին։ Սակայն իրականում, առանց օգտատերերի հստակ համաձայնության, LinkedIn-ը ավտոմատ կերպով ուղարկում էր նամակներ նրանց կոնտակտների ամբողջ ցանկին, ներառելով աշխատակիցներին, ընկերներին, ղեկավարներին, անգամ նախկին ծանոթներին։ Այս նամակները ուղարկում էին օգտատիրոջ անունից և պարունակում էին հրավեր միանալու LinkedIn-ին, առանց օգտատիրոջ իմանալու։ Ինչի հասցրեց այս մանիպուլյացիան։ Իհարկե, դատական գործ, LinkedIn-ը դատվեց օգտատերերի տվյալները չարտոնված օգտագործելու համար։ $13 միլիոն փոխհատուցում նաև։ 2015 թվականին LinkedIn-ը ստիպված եղավ վճարել այս գումարը օգտատերերի իրավունքները խախտելու համար։ Վստահության կորուստ առաջացավ։ Շատերը սկսեցին ավելի զգուշորեն վերաբերվել իրենց տվյալների գաղտնիությանը։ Dark pattern-ի տեսակներ են նաև փորձաշրջանների թակարդը, free trial trap-ը և negative option billing, հայերեն բառացի թարգմանաբար բացասական տարբերակի վճարումը։ Այս դեպքում օգտատերերին առաջարկում են անվճար փորձաշրջան, բայց պահանջում են բանկային տվյալներ։ Երբ օգտատերը մոռանում է չեղարկել փորձաշրջանը, գումարը ավտոմատ կերպով գանձվում է։ Սրանք dark pattern-ներ են, երբ ընկերությունները մանիպուլացնում են օգտատիրոջը, ստիպելով տրամադրել վճարային տվյալներ, երբեմն խոստանալով անվճար փորձաշրջան կամ զեղչ, որևէ ծառայության կամ ապրանքի դիմաց։
Ժամանակի ընթացքում, առանց օգտատիրոջ ակնհայտ համաձայնության, նրանք սկսում են պարբերաբար գանձել գումար բաժանորդագրության համար, և սովորաբար դադարեցնելու պրոցեսը բարդացված է լինում։ Նրանք օգտագործում են խաբուսիկ ձևակերպումներ վստահեցնելու համար, որ այս պահին գումար չի գանձվի, սակայն 1 կամ 2 ամիս անց, երբ օգտատերը մոռանում է բաժանորդագրության մասին, սկսում է գումար գանձելու ընթացքը։ UX-ում կարևոր է, որ օգտատիրոջը տրվի վերահսկողություն և ազատություն իր կատարած գործողությունների նկատմամբ։ Եթե այդ գործողությունները ներառում են վճարումներ, ապա այս սկզբունքը դառնում է առավել կարևոր։ Օրինակ, սթրիմինգային ծառայություններ, ինչպիսիք են Netflix-ը, Amazon Prime-ը, Spotify-ը, անվճար փորձաշրջան ստանալու համար պահանջում են մուտքագրել բանկային քարտի տվյալները։ Եթե օգտատերը մոռանում է չեղարկել բաժանորդագրությունը, պլատֆորմը ավտոմատ գումար է գանձում։ Կամ օնլայն դասընթացները։ Շատ ուսումնական պլատֆորմեր առաջարկում են ստանդարտ 7-ից 14 օր անվճար օգտվելու հնարավորություն, բայց էլի, եթե օգտատերը մոռանա չեղարկել, նա հանկարծ ստանում է ամսական կամ տարեկան վճարման պարտավորություն։ VPN ծառայությունները, հակավիրուսային ծրագրերը նույնպես սրանց մեջ են մտնում։ Ավելի ազնիվ UX լուծում կլինի, եթե ընկերությունները օգտատերերին նախապես ուղարկեն հիշեցման նամակ, օրինակ 3-ից 5 օր առաջ, տեղեկացնելով, որ շուտով գումար կգանձվի և հնարավորություն տան հեշտությամբ չեղարկել բաժանորդագրությունները։ Բայց եթե նույնիսկ օգտատերը հիշել է, որ ինչ-որ հարթակում լրացել է իր փորձաշրջանը կամ ավարտվում է անվճար բաժանորդագրությունը և ցանկանում է չեղարկել այն, նույնպես նա կարող է առնչվել դժվարությունների։ Շատ հաճախ ծառայությունները դժվարացնում են չեղարկման գործընթացը, թաքցնելով այն բարդ ընտրացանկերի տակ կամ պահանջելով բաժանորդներից սպասարկման կենտրոն զանգահարել։ Օրինակ, Adobe Creative Cloud-ի չեղարկման գործընթացը հաճախ պահանջում է մի քանի էջերի միջով անցնել։ Սա նույնպես dark pattern է։ Շտապողականության զգացում։ Dark pattern-ի մեկ այլ տեսակ է սա, որտեղ էլեկտրոնային առևտրի կայքերը հաճախ օգտագործում են մնացել է 1 հատ կամ առաջարկը կավարտվի 5 րոպեից հաղորդագրություններ, օգտատիրոջը ստիպելով արագ որոշում կայացնել։ Օրինակ, Booking.com-ը հաճախ ցույց է տալիս, թե քանի օգտատեր այս պահին դիտում է նույն հյուրանոցը։ Dark pattern-ը նաև համաձայնություն ստանալու մանիպուլյացիան։ Երբ օգտատերը ընտրում է ապրանք, զամբյուղին ավտոմատ ավելացվում են լրացուցիչ ծառայություններ, առանց նախազգուշացման։ Թաքուն ավելացում, sneaking, այս երևույթը հիմնականում այսպես է կոչվում, նշանակում է հիմնական գործողության մեջ երկրորդական գործողության ներառում, սովորաբար վերջնական փուլում։ Օգտատերը ցանկանում է կատարել հիմնական գործողությունը, բայց կամ լրիվ չի գիտակցում կամ մանիպուլացվում է ընդունելու երկրորդական գործողությունը։ Ավելի վաղ էլեկտրոնային առևտրի ոլորտում շատ ընկերություններ օգտագործել են sneaking տեխնիկան, պատվերի վերջնական փուլում ավելացնելով հավելյալ էժան ապրանքներ կամ թաքնված ծախսեր։ Քանի որ գումարի հավելումը փոքր է, օգտատերերի մեծ մասը բողոքներ չի ներկայացնում կամ գումարի վերադարձ չի պահանջում։ Հիմա շատ մարքեթփլեյսեր կարող են առաջարկել օգտակար ապրանքներ կամ ծառայություններ հիմնվելով տվյալների վրա։ Կարծում եմ հանդիպել եք նման բանի, օրինակ Թեմուում, Շեյնում և նմանատիպ հարթակներում։ Բայց սա վերածվում է dark pattern-ի, երբ օգտագործվում է այնպես, որ օգտատերը նույնիսկ չի գիտակցում կամ չի մանրանում, թե ինչ է ընդունում, կամ երբ առաջարկում են ապրանքներ, որոնց մասին նա երբևէ չէր մտածի, եթե չլիներ այս մանիպուլյացիան։ Հաջորդ dark pattern-ը, որի մասին ուզում եմ խոսել, կեղծ շտապողականություն կամ բաց թողնելու վախն է, անգլերեն fear of missing out, FOMO։ Կեղծ շտապողականություն ստեղծելը ևս UX-ում տարածված dark pattern է։ Այս տեսակի dark pattern-ներում օգտագործվում են հատուկ բառապաշար և զգացմունքային մանիպուլյացիա, դրանք կիրառելով ինչ-որ հրատապ ծանուցումների տեսքով։ Այսօր գրեթե բոլոր սոցիալական մեդիայի հարթակները ստեղծում են բաց թողնելու վախ FOMO, ակնկալելով, որ հավելվածում ինչ-որ կարևոր բան է տեղի ունենում, բայց առանց մանրամասնելու, թե ինչ, որպեսզի օգտատերը շտապելով մտնի հավելված, վախենալով կորցնել իրադարձությանը մասնակցելու իր հնարավորությունը։ Նմանօրինակ ծանուցումներն այսպիսի ձևակերպումներով են հիմնականում լինում, օրինակ, ձեր ընկերները սպասում են ձեզ, կամ դուք հրավիրվել եք միջոցառման, կամ ձեր ընկերները դիտել են այս տեսանյութը։ Սրանք օգտատիրոջը դրդում են պարզել, թե ինչ է տեղի ունենում,
Օրինակ Facebook-ը օգտագործում է նման ծանուցումներ, երբ օգտատերը սեղմում է ծանուցման վրա, հայտնվում է հավելվածում, որտեղ մեծ քանակությամբ ինֆորմացիա է ներկայացվում, ստիպելով մնալ ներսում ժամեր շարունակ։ Բոլորս գիտենք, որ ընկերությունները ցանկանում են իրենց օգտատերերը հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն հավելվածներում, բայց երբ մոտեցումը անցնում է սահմանները, այն ներխուժում է օգտատերերի անձնական կյանք, իրականում շատ քիչ արժեք տրամադրելով։ Վերջին dark pattern-ի տեսակը, որին ուզում եմ անդրադառնալ, դիտավորյալ շեղումն է։ Այս դեպքում կայքերը օգտագործում են գունային հակադրություններ կամ տեքստի դիրքի փոփոխություններ, օգտատիրոջ ուշադրությունը շեղելու համար։ Օրինակ, համաձայն եմ ստանալ բոլոր գովազդները կոճակավառ գույնով է, իսկ մերժել կոճակը աննկատ գույնով։ Դիտավորյալ շեղումը մանիպուլյատիվ տեխնիկա է, որի նպատակն է օգտագործել վիզուալ կամ տեքստային տարրեր այնպես, որ դրանք անորոշություն, մոլորություն կամ նույնիսկ ճիշտ հակառակ արդյունքը ստեղծեն, քան օգտատերն ակնկալում է։ Օրինակ վերցնենք հետևյալ դեպքը. օգտատերը ցանկանում է չեղարկել ինչ-որ հավելվածում բաժանորդագրությունը, երբ նա փորձում է հաստատել այդ գործողությունը, նրան առաջարկվում է սեղմել cancel կոճակը, բայց այս բառը կարող է ունենալ երկու իմաստ։ Առաջին դեպքում այն կարող է նշանակել հաստատել բաժանորդագրության չեղարկումը, իսկ երկրորդ դեպքում այն կարող է նշանակել չեղարկել չեղարկումը, այսինքն բաժանորդագրությունը կմնա ակտիվ։ Այս շփոթմունքը կարող է առաջանալ անհաջող ձևակերպման կամ դիտավորյալ մոլորեցնող դիզայնի պատճառով։ Օրինակ, կոճակի գույնը կամ ձևը կարող է հակասել ստանդարտ UX կանոններին, կամ տեքստային ձևակերպումը կարող է լինել երկիմաստ կամ տարընթերցելի։ Սա օգտագործվում է օգտատիրոջ վրա ճնշում գործադրելու համար, ստիպելով նրան ենթագիտակցորեն կատարել այն գործողությունը, որը ձեռնտու է ընկերությանը։ Այսպիսով dark patterns-ի շատ այլ տեսակներ կան, բայց բոլորին այս էպիզոդում չեմ հասցնի անդրադառնալ։ Փոխարենը մի փոքր էլ կխոսեմ, թե ինչպես պաշտպանվել UX/UI մանիպուլյացիաներից։ Եվ այսպես, ինչպես պաշտպանվել UX/UI մանիպուլյացիաներից։ Հիմա մի քանի կետով կթվարկեմ դրանք։ Առաջին հերթին եկեք ուշադրություն դարձնենք մանր տառերին։ Մանր տառերը հաճախ պարունակում են կարևոր տեղեկությունները։ Երկրորդ, օգտագործենք գովազդային արգելակող հավելվածներ։ Դրանք կարող են կանխել անտեղի pop-up փուլերը և մանիպուլյատիվ բովանդակությունը։ Երրորդ, հետազոտենք չեղարկման գործընթացը նախքան գրանցվելը։ Եվ չորրորդ, գիտակցաբար ընտրենք այո և ոչ կոճակները, մտածելով, թե ինչ նպատակ է իրականում հետապնդվում այդ կոճակները սեղմելով։ Եվ եզրափակելով այս էպիզոդը, եկեք ֆիքսենք, որ UX/UI մանիպուլյացիաները կարող են լինել ոչ միայն վնասակար օգտատերերի համար, այլև կարող են վնասել բիզնեսի հեղինակությանը և վստահությանը։ Dark pattern-ները սխալմամբ չեն հայտնվում օգտատերերի փորձառություններում։ Դրանք խնամքով մշակված են, որպեսզի հայտնվեն օգտագործողի փոխազդեցության գործընթացի որոշակի պահին։ Երբեմն լինում են դիզայնի սխալներ, և սխալմամբ ինտերֆեյսը կամ օգտագործողի հոսքը օգուտ է բերում ընկերությանը և շփոթեցնում կամ մոլորեցնում օգտվողին։ Բայց երբ ընկերությունները գիտակցում են, որ դա իրենց համար օգուտ է ստեղծում, սկսում են միտումնավոր դա պահել և դա դառնում է dark pattern։ Մենք որպես դիզայներներ լավ կլինի աշխատենք էթիկական դիզայնի ուղղությամբ, չշահագործելով օգտատերերին։ Բայց եթե այնուամենայնիվ ուզում ենք օգտագործել այս մեթոդները մեր դիզայնում, ապա դրանք պետք է մանրակրկիտ քննարկել բիզնեսի հետ, հետագայում երկկողմանի վնասներ չկրելու համար։ Այսքանը, հուսով եմ օգտակար ինֆորմացիա ստացաք։ Շնորհակալություն, որ ինձ հետ էիք Դիզայնը դիզայնի այս էպիզոդում։ Եթե ունեք հարցեր կամ մտքեր այս թեմայի վերաբերյալ, գրեք ինձ սոցիալական մեդիայում և Spotify-ի մեկնաբանությունների բաժնում։ Մինչ նոր հանդիպում։